Կիրա, դու ոնց եք կարծում, Հայաստանի Հանրապետությունը ուժեղ դուխով կամ հպարտ քաղաքացի մնացել է։ Իհարկե։ Հա, դե բացի ձեր ղեկավար անձնակազմը։ Ես вообще դուխով չեմ ու արդեն հպարտել չեմ։ Ինչի՞։ Ես իմ երկրում իմ քաղաքում դուխով ու հպարտ եմ, բայց դրսերը ոչ դուխով են, ոչ հպարտ։ Դրսերը ինչ կապ ունի, ամեն երկրի քաղաքացին դուխով հպարտ լինի, դրսում քաղաքացին ինչի՞ մենք մեր երկրում հպարտ ենք, դուխով ենք։ Բա ես մեր երկրի պատասխանատուն եմ, բա դրսի պատասխանատուն ես եմ։ Բայց Հայաստանից ելնում ես դուրս, դու ոչ դուխով ես, ոչ հպարտ, որովհետև մնացածը արդեն դուխովացի ու հպարտացի։ Եղբայր։ Բայց դուք հասկանում եք, այս մարդը, որ ժամանակավոր զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության ղեկավարի աթոռը, ինչ ասում։ Ասում, բայց դուք եք ուզում ուժեղ լինեք ուրիշ պետություններում դուրսը։ Տղա ջան, ամեն ինչն է այս կյանքում ժամանակավոր, անգամ դու։ Անգամ քո աշխատանքը։ Հենց մի նոր բան չասիր, էլի, ժամանակավոր, որ անդադ շեշտում եք ժամանակավոր, իբր ում միջիդ եք անում, էլի։ Էլի ժամանակավոր, բա ոսախ կյանքը չի ծառայելու ձեզ։ Եք ուզում հզոր լինեք, հպարտ լինեք։ Եկեք Հայաստանում իրար մեջ այդպես հզորություն, հպարտություն արեք։ Ես 35 տարուց ավել չեմ ապրում Հայաստանում։ Ինչքան էլ ստեղ սովորել եմ, Ռուսաստանի քաղաքացի եմ, բայց ես մնում եմ հայ։ Ուստի Ռուսաստանի ժողովրդի համար եմ ես մնում հայ։ Ու իրանք ընդունում են Նիկոլին որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար, իրանք ընդունում են որպես իմ ղեկավար։ Այն որ ռուսների 90%-ը անգրագետ է, ու տեղյակ չի, որ անգամ Չեչենն է Ռուսաստանի քաղաքացի, ու այդ իր երկիրն է, կամ Դագստանեցը, ասենք որ իրանք գալիս են Մոսկվա կամ հանդիպում են իրար հետ, առնչվում են, ասում են պանայեխլի։ Դաժե իրանք քաղաքացուն, որը Ռուսաստանի Դաշնությունն է կոչվում, իրանք ասում են պանայեխլի։ Անենց որ Փաշինյանին համարում են քո ղեկավար, ես չեմ զարմանում, դու մի հուզվի դրանից, դու իրանք ասա որ Պուտլերն է քո ղեկավարը, ու հանգիստ նստի ինչ կա որ, մի քիչ դասընթացներ դու ռուսներիդ, պատում ես։ Ու ասենք մենք այս ղեկավարի համար ամաչում ենք ստեղ բոլոր հայերս։ Ստում է բոլոր աշխարհի խելքով հայերն է, հասկացող հայերն են ամաչում։ Դու ուտեղ կարող ես շատ բանով զբաղվես, շատ բան զգաս, ինչ դա ընդհանրապես չի հուզում։ Այդ ինչից վերցրիր, որ իմ ոտերին է, դու տեղ ինչից ես ամաչում, ումից ես ամաչում, դա քո խնդրեմն է։ Հասկացար տղա ջան։ Ու այն որ ասում ես խելքով հայերը աշխարհի, ինչ եք ասում։ Այ քո նման անուղեղները մտածում են, որ իրանցից ցենկոմ աշխարհ չկա։ Իրանց ուղեղի ցալքերի ցենկոմ աշխարհ չկա, բայց ալո տուկ-տուկ։ Միացած տուկ-տուկ-տուր, բացի քեզանից, բացի քո քթի հետ երկարությունից, գոյություն ունի ուրիշ աշխարհ։ Ուրիշ մտածելակերպ, եթե դա քեզ հասանելի չի, դա քո խնդիրն է, ոչ թե մեր ազգի։ Ես ինչ մի մեծ բանի տեղ ես քեզ դրել։ Մենք ամաչում ենք, որ Նիկոլը գալիս է 2 տարի առաջ եկել էր, ղեկավարների հետ նստած ասում է հայերեն քաքեմքերը։ Ռուսները թարգմանում են, որ գավնոսել, հետո իրար մեջ ասում խնդում ուրախանում են։ Ես չգիտեմ ինչ քակուտելու մասին է, բայց որ ռուսները ամեն օր մի հատ քակ ուտում են, դա 100%։ Ես չգիտեմ ինչ են բերել դրե դեմը տենց թարգմանած դու էլ ամաչում ես։ Քո խնդիրն է, նորից եմ կրկնում։ Դու կարող ես պատահի արհեստական բանականությունն էլ ընդհանրապես չջոգես իրականությունից։ Նորմալ է, էլի Ռուսաստանում դա նորմալ է։ Մենք ամաչում ենք, որ գիշերը 3-ից կես գնում է հեզանիր քշելու Մոսկվա գետի աճափի, որ հայերին չհանդիպի։ Ինչի՞։ Այդ գիշերը քեզ ինչ որ գործից է կտրում, թե քո հաշվին է գնում։ Ղի ձախին դու էիր կանգնած սպասում, ծաղիկներով։ Քեզ ինչ, որ ափին ակշում, ինչ անեմ, ինչ, մանրակրկիտ հուզված գյադա ես։ Պիտերում պատվալներում է հանդիպում դիասպորայի, յակոբի դիասպորայի ներկայացուցիչների հետ։ Ուրեմն դու սա գալի բացի քեզանից ոչ մեկ դիասպորա չի, էլի, տենց մեծ, չասեմ ինչի տեղ ես դրեք ես։ Այ էսա ձեր խնդիրը, որ դուք ձեզանից ոչինչ չեք ներկայացնում, բայց մտածում եք, որ դուք պետք է լինեք ասիչը։ Այ տենց կուտեք, հետագայում էլ եք տենց ուտելու։ Մենք ամաչում ենք Նիկոլիկի Ցիլոյից, Բարաբանից, Հեծանիվից։ Նիկոլիկը պապուտ ազգանունն է։ Այդ խես տես ծրվե Նիկոլի Ցիլոյից, Հեծանիվից։ Գիտես խի չեմ հայհոյում։ Լսարանս ամեն օր խնդրում է էլի։ Ասում եմ Մերի ջան մի քրֆի, որ մենք էլ կարողանանք կիսվենք։ Դե չէ, ես գիտես քեզ ինչ բառեր կասեի, համապատասխան։ Կուկուրուզից, պերաշկից։ Ամաչում ենք եկեղեցի դեմ այս արշավից։ Ձեղասպանության հարցերից ենք ամաչում, որ ուզում եք բարձրացնեք։ Մի րոպե, չջոգի ապեր։ Այսինքն ցեղասպանության հարցն եք ուզում բարձրացնեք։ Ինչի՞ց ես ամաչում։ Ինչ որ վախենալու բան ունես, թաքցրած բան ունես ցեղասպանության հարցով։ Հա? Լիչնը ես ուզում եմ, որ ամբողջ ճշմարտությունը բացահայտվի։ Բացեի բաց, բոլոր ազգերն էլ թող իմանան այդ մասին։ Այդ ինչ ունես վախենալու, որ ամաչում ես։ Ամոթ խաց։ Կամ ինչ է նշանակում արշավը եկեղեցու դեմ։ Ես մեն լեուտաչնիեն էլի մտ հարց տամ։
Կարող է դու ավելի շատ ամաչում ես, որ պատրվել է այդ եկեղեցականների դեմքերը ու իրանից ինչ են ներկայացնում, դրա համար ես ամաչում։ Որ մի քիչ ավելի ստույգ ասեիր այս մասը, այս հատվածին չէի կպնի։ Ինչ է նշանակում ամաչում եմ արշավից։ Բայց ինչ թողին գոմիտները մնան, թողին պղծերը մնան մեր եկեղեցում, հա? Մաֆիոզները, գլխակերները, թե դու տենց դզված ես, իրանց հետ լավ ես, ապեր, իրանց ձերտալ չի կարելի, էլի, հա? Այդ որ օրվանից է ցիլոն, հեծանիվը, պերաշկին, կուկուրուզը, դարձել ամբորոյականությունը, հա? Ես սով ես դու արա, այդ դիշովկա։ Ամաչում ենք ամնայի տրիկոյից, ձեր անդաստիրակ երեխեքից։ Բլած, հազիվ եմ ինձ զսպում, որ ես քեզ մի երկու լավ բառ չասեմ։ Արա դու չես ամաչում, այ դրանից չես ամաչում, որ դու մտել ես Աննայի տրիկոյի մեջ։ Կամ դու ում քաքն ես ընդհանրապես, որ ինչ որ մարդ ու երեխեքի հաշվով ինչ որ բան ասես։ Դու շատ կերազես, Աշոտի նման դասիրակված տղան ես։ Այ հոգնած, այ պորտաբույց, այ պորճո։ Այդ դու որ նստել ես այդպես քեզ այդպես լավ ես զգում։ Դա հետաքրքրվի Աշոտը ինչով է զբաղվում հիմա։ Աշոտը որ գնում է զուգարան, 100 քեզնից է դուրս գալիս, իր մարդկային տեսակետով, հասկացար, իր մարդ լինելով։ Դու ինչ որ ստեղ աշխատել ես, այն կուտակել ես, ինչ քաքաս ես կերել ես, կապ չունի, այդ ամեն ինչը ժամանակավոր է, դու հետը չես տանելու։ Բայց Աշոտը այնքան մարդկային բան ունի արած ու կուտակած, որը իր հետ է տանելու։ Հասկացար, այ հոգնած։ Դու ով ես вообще մտնում ես ուրիշի ընտանիք, ուրիշի կնկատրիկոն ես նայում, այ շեղված։ Յախք։ Ամաչում եք, որ 18 տարեկան տղուն բռնում նստացնում եք, իսկ դուք պետք է ամաչեք, որ 18 տարեկան տղեն ուզում է խփել ձեր գլխին։ Հիմա կողմնորոշվի։ Ամաչում ես, որ 18 տարեկանն է խփել, թե ամաչում ես, որ խփողին նստացնում ենք, հələ մի հատ կողմնորոշվի։ Հələ սրանն այ։ Տոլավ է, վաղ աղջկատ մեկը կբռնաբարի, կասենք աղջիկը տեր մեղավոր, եղավ։ Այ հոգնած։ Կամ քրոջդ։ Կամ մի հատ պուտլերիդ վրա էքսպերիմենտ արա։ Հələ տենամ ոսկորիդ որ հատվածը սաղ կմնա։ Հələ սրանց նայեք։ Եկել են հոգնածները բռնապետական պետությունից։ Մեզ դաստիարակում են, թե 18 տարեկանի հետ ոնց պետք է վարվենք։ 18 տարեկան ուրեմն այդքան անուղեղեր, որ դնում էր երկրի ղեկավարի վրա ձեռեր բարձրացնում։ Իսկ մենք միշտ մնալու ենք ուժեղ, մնալու ենք հպարտ ու մնալու ենք հզոր։ Ձեր վերջը շուտով գալու է։ Իսկ իմ համար շատ կարևոր է, որ դուք չհասցնեք փախնել ու պատասխանատակ ամեն ինչի համար։ Այդ որ ասում ես մենք ում ունի նկատի ունես։ Պուտլերին ու Ռուսաստանի։ Մենք գիտենք այդ ահաբեկչական այդ բաները ստանում ենք, հանգստացի, քո ասելը ավելի նոր էր։ Որ դու Ռուսի հետ միասին այս երկրի վերջն ես ուզում, դա մեր համար նորություն չի։ Դրա համար էլ դուք մեր համար 0 եք։ Իզված вас никак։ Նեթ որ հանգիստ կարաս այդ ասել Դիանդ փոխես, որ քո սիրելի ռուսները հանկարծ քեզ երեսով չտան Փաշինյանին։ Բայց կգա ժամանակը, տղա ջան, որ ասում ես հանգարց փոխնեք, ձեր վերջն եկել է առձես։ Կգա ժամանակը, այդ ձեր նմանները կամաչեն ես երկիր մտնեն։ Հասկացար։ Ու մենք ամեն ինչ ենք անելու, որ դու կամաչեք, ու ընդհանրապես ոտներդ չլնի ես սուրբ հողի վրա։ Հասկացար։ Ու ընդհանրապես զարմանում եմ, դուք դիշովկեքդ ոնց եք կարողանում այդ ձեր երեսը, այդ ինչ պադոշա որ հենում եք, եթերներ եք մտնում, ձեր երկրի դեմ եք խոսում, ձեր երկրի ղեկավարին եք նվաստացնում какой-нибудь ռուսի մոտ, то ուզմա ամերիկացու մոտ, ես թքած ունեմ, ձեր երեսը, ձեր պատիվը, ձեր թասիվը, արա դուք пропили, просрали уже, суки сраные, хватит уже, хватит, мне стыдно за вас, за всех. Ակնհայտ սրբապղծերին դնում պաշտպանում եք, ակնհայտ ռուսի քծած, ռուսի դավաճանած այդ արարքները մոռանում եք, երկրին եք մեղադրում, ժողովրդին եք մեղադրում, Փաշինյանին եք մեղադրում, դուք անաստված չեմ մանում ինչ շներ եք, լուրջ եմ ասում, դուք պատասխան եք տալու, դուք չտակ ձեր երեխեքն են տալու, սենց անաստված քայլեր ոնց որ դուք եք անում, դուք կյանքում չհավատաք որ մարսելու եք, եթե դուք մարսեցիք, ձեր լակոտները չեն մարսելու, դա 100% եմ ասում, չեք մարսելու, մենք ենք մնալու հզոր, մենք ենք մնալու հպարտ, այսենց քթներս տնգած, հասկացար, տարածաշրջանում մենք խաղաղություն ենք հաստատելու, ու ձեր նման պիտուխները երազելու են նման երկրում ապրեն, որովհետև մենք ձեր բոլորի դեմքերը նշել ենք արդեն, ֆիքսել ենք, թե դուք ով եք, ինչացու եք, դուք պետք է այս երկիրը вообще կզած մտնեք, գլուխներդ կախ մտնեք, հասկացար, դու այդ ժամանակ կհասկանաս ամոթը որն է, երբ որ կհասկանաս այս ղեկավարը ինչ է անում, ինչ է պահում, այդ տվաշ, այդ ժամանակ դու պետք է սաղ կյանքդ գլուխդ կախ քայլես, որովհետև վրոդի բը շլվար կրող ես, բայց այս շեշ դու ստվող ես դու, ու քեզ թվում է, որ դու ուսում անցած, սես մի հատ գիտ ունես չէ ապեր, դու ես քթիցդ ենկոմ, բան չես տեսնում, դու կոնկրետնի զոմբի ես, այդ զոմբայաշիկը Ռուսաստանի լսել ես, անենց մի երևակայել ես, որ քո կարծիքն էլ ինչ որ մի հատ
բան նշանակություն ունի հայ ժողովրդի համար, ու որոշել ես մտնես, sense մի հատ լոճվես, առրկես։ Դու ոչ մեկ ես, որ իմ ղեկավարից ամաչ ես, հասկացար, գնա քո պուտլերից ամաչի, քո մարտակերից ամաչի, հասկացար, հեսա քիչ ռեմենները ձգում ա, քո վզին էլ կհասնի, ադիոս։